Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, այս լամպուշկանը մնացել է գլխիս վերևը։ Մենք լավ ենք, ամեն ինչ նորմալ է, աշխատանքների մեջ ենք ինչպես միշտ ջերմոցում։ Այսօր տնկում եմ օսպորպեմուսները, տեղափոխում եմ սենց ծաղկամանների մեջ, սիրելի հետևորդներ։ Նայեք թաղարներս հանել եմ արդեն, ինչպիսի արմատակալած են թաղարները և տեղափոխում ենք այս տեսակի փոքր կաշվոների մեջ։ Այսօր հեռախոսը տվել եմ ամուսնյակի ձեռը մի քիչ մոտիկ վեր ցույց տանք ոնց ենք տնկում։ Սենց մեծ փոս ենք անում։ Այս բոյովը ցույց տամ։ Դնում ենք այստեղ, սեղմում ենք, որ թազա հողով կարողանանք փակել ծաղիկի ցողունի բուգը, դա անպայման կարևոր է, չենք թողում ցողունը շատ մնա առանց հողի։ Նայեք ժողովուրդ, այս էլ նայեք, ու այսպես տնկում ենք, տեղափոխում ենք այս տեսակի արկղների մեջ և արկղներով դնում ենք հողի վրա, իսկ հետո ջրելուց կամ բարակ ցնցուղով ենք ջրում կամ էլ արկղով միանգամից դնում ենք ջրի մեջ։ Այսքանը սիրելիներս, հիմա ձեզ ցույց տամ մեր ջերմոցում ինչպես է ընթանում մեր ծաղիկների աճը։ Այսպես սիրելի հետևորդներ, մեր մոտ շատ լավ աճում են մեր ծաղիկները, արդեն պիտունյա ունենք, որը ուզում է կոկոմել։ Նայեք, ալիսյումներս են արդեն ծաղկել։ Սպիտակ ալիսյումն է ծաղկել, ռոզվին է ծաղկել արդեն, նայեք, մանր։ Եվ այս մուգ տեսակի ալիսյումն է ծաղկել, 3 գույնի ալիսյում ունենք այս տարի։ Այստեղ նայեք ամենասկզբի տնկած պիտունյաներն են և ամենավերջի տարբերությունը։ Արդեն կոկոմ ունենք փոքրիկ, որը որ շատ ուրախացնում է մեզ, սիրելի հետևորդներ։ Մեր մոտ շատ լավ աճում են գազանյաները, հեսա տեղափոխվեմ են կողմը, ցույց տամ, թե ինչպես են աճում մեր մնացած ծաղիկները։ Սա մեր մոտ արդեն գազանյաներն են շատ լավ աճում, շուտով արդեն ցողունները կաճեն դեպի վերև, մի քիչ դժվար է կոկոմում, մի քիչ ուշ է սկսում կոկոմել մեր գազանյաները։ Այսօր տնկել եմ զիմլինիկաներս, ընդամենը 7 պալետ եղավ։ Սա զիմլինիկաներս է, սիրելի հետևորդներ, ռեմանտանտնի զիմլինիկաներն են, որը որ մինչև տարվա վերջ բերքու բարիք են տալիս։ Սա մեր մոտ գիբրիդնի ցիներարյաներն են, նայեք սիրելի հետևորդներ, մեր ջերմոցում նոր բնակիչներ են հայտնվել, դաշտամկներ և ուտում են մեր ծաղիկները։ Նայեք ոնց են կրծում ուտում ծաղիկները։ Ինտերնետով նայել եմ, որ ծաղիկները, որ շատ եթերային յուղ են պարունակում, այս նագլի մկները ուտում են այդ ծաղիկները, նայեք ոնց են կրծել ժողովուրդ։ Հիմա հատուկ սարքեր են կառել, երևի ձայնը լսվում այդ շվշվոցի ձայնը, տենց թղթերի վրա կլիեներով դրել ենք, որպեսի գոնե փախնեն, չուտեն, թե չէ մինչև սեզոնի վերջ բարխցի ու ցեներարիա էլ չենք ունենա։ Սա մեր վիոլաներն են, նայեք արդեն կոկոմներ ունենք վիոլաների վրա, սիրելի հետևորդներ, հիմա ձեզ դաժե ցույց կտամ ծաղկած ունենք։ Նայեք գեղեցկությունս արդեն ծաղկել է, գլատկի սպիտակն է, հլես գեղեցկությունը նայեք մի հատ ժողովուրդ։ Այստեղ էլ ունեմ կոկոմ, որը որ շուտով կբացվի։ Բեգոնյաս է ծաղկած, որը որ արդեն սպիտակ բեգոնյան վեշնի ցվետուշի արդեն ծաղկած պիկիրովկա են կարել։ Նայեք սիրելի հետևորդներ, ճիշտ ասած շուտվանից վիդեո չեմ տեղադրել, ժամանակ չի լինում նկարեմ։ Սա արդեն պամիդորներն ենք դրել, մեր պամիդորները, բիբարները, բայց էլի ունենք դրնելու, դեռ այսքանը չեն, սիրելի հետևորդներ։ Եկեք տեսնենք բարխցիներն ինչպես են աճում։
Մեր բարխցիները շատ լավ աճում են, բայց մկներս այստեղ ուտում են ժողովուրդ։ Նայեք։ Այս տեղ ուտում են մեր բարխցիները։ Այս տեսակի սարքեր են առել դրել, որը որ հողի վրա վիբրացիա են տալի եւ ձեն են հանում, ձայնը երևի լսվում է ձեզ մոտ։ Հələ նայեք այդ սարքի տարածքում ոնց են կերել, մինչեւ սարքի տեղադրելը կերել են մեր ամբողջ բարխցիները։ Ամուսնուս ասեմ մինչև սեզոնի վերջը երև մենք էլ բարխցի չենք ունենա ծախելու, էլ թալա ենք դրել, էլ սենց բան ենք դրել, թուղթը վրան կլեյով, նայեք ոնց են հնձում, հոմուս տեղից էլի են կերել։ Ուրեմն ցողունը ջարդում են ժողովուրդ, հետո սկսում են ուտել։ Պատկերացնում եք, նայեք ոնց են կոկոմել բարխցիներս։ Շուտով բարխցիներս կծաղկեն, նայեք կոկոմիկները։ Այսպես, սա էլ բարխցիներս, եկեք հիմա տեսնենք ռեհաներս ոնց են աճել։ Ռեհաներս էլ շատ լավ աճել են, հələ նայեք ինչ սիրուն է, կանանչը մուքերի հետ։ Այս այո դուրս շոտ գոլի, հələ նայեք ինչ սիրուն է այս բազիլիկը, ռեհանը, մոռացա անունը։ Սա մեր մոտ գեարգինան է, էլի ունեն գեարգինա։ Մեր վարդերն են արդեն բերել, սիրելի հետևողներ, հրաշք վարդեր են, հրաշք։ Հələ նայեք ինչ փաթաթվող գույն եմ պատվիրել, յարկի ռոզվին ունեմ, դեղին ունեմ եւ մի տեսակ եմ պատվիրել։ Այնքան լավ է, որ պատվիրատուից պատվիրում ենք, ինքը այսպես գույնը, անունը, այսպես ինքը դնում է ամեն մի արկղի մեջ եւ ամեն սենց ցելոֆանների վրա ուպակովկաների նայեք երևում է անվանումը գրած է, կպցրած է նկարով, որ մարդիկ իմանան թե ինչ վարդեր են գնում, հələ նայեք հրաշքավարդի սքոլերը։ Եկեք այստեղ նայենք, արդեն կարմիր բողկերս լավ ծլել են։ Սա էլ միատաս է լավ աճել է։ Եկեք տենանք էլ ինչ ունենք։ Բեգոնյաները արդեն արել ենք, ժողովուրդ ջան։ Բեգոնյաներս էլ լավ աճում են, փառք Աստծո, հա սալվիասը արդեն կոկոմում, նայեք։ Կարմիր սալվիաս արդեն կոկոմում է, նայեք կոկոմները արդեն երևում են մանր հեսա։ Փեչի մոտիկ են, ճիշտ ասած դրա համար շատ լավ սկսել են կոկոմել։ Սիրելի հետևորդներ, մենք բեգոնյաները տեղադրում ենք միշտ այս տեսակի բոլկաների վրա, հետո վրայից սետկա ենք գցում, ինչի համար բեգոնյան ինքը շատ ուժեղ արև չի սիրում։ Այստեղ մեր պիտունյաներն են, այսինքն ամբողջ ռյադը պիտունյա է, նայեք ժողովուրդ։ Այստեղ մեր լաբելյաներն են աճում, այսպես ցույց տամ։ Լաբելյաներս էլ ահագին սիրուն աճում են, որը որ փնջերով էի դրել։ Դեռ մի քանի տեսակի բաներ էլ ունենք անելու, հիմա գնանք փոքր ջերմոց ցույց տամ, թե ոնց են աճում ցանածս կանանչիները, ժողովուրդ արդեն ծլել են։ Սա մեր մոտ ցինյաներն են, նայեք ինչ լավ բարձրացել են ցինյաներս։ Հեսն։ Սա գեարգինաներս են, էլի ահագին լավ սկսել են աճել։ Հա, եւ ունենք ցելոզիա, բայց այս ցինյայի մեջ մի հատ ցելոզիա է եկել։ Ցելոզիաներն է, իրանք կոկոմները ու ծաղիկները գունավոր են տարբեր գույների, 3 գույն ունենք, անգամ ցողուններից գույնը երևում է, նայեք։ Դեղին, գազարագույն եւ կարմիր են կարել։ Նայեք, այստեղ էլ անգամ ցողունից գույնը երևում է մուքի ու բացի։ Եվ եկեք հիմա գնանք փոքր ջերմոց տենանք այնտեղ ինչ ունենք մնացած սածիլներ պիկիրովկա անելու։ Նայեք, արդեն հողը բացելու ամանը տեղափոխել ենք դուրս ջերմոցից, որովհետև այդտեղ չունենք ջերմոցում սիրելի հետևորդներ հողը բացելու։
Հողը այստեղից ամուսնես լցում եմ մի հատ մեծ տազիկի մեջ, տանում ենք ջերմոց եւ լցնում ենք պալետների մեջ։ Հիմա մտնենք փոքր ջերմոց, սիրելիներս։ Եվ այսպես, իմ սիրելի հետևորդներ, եկանք փոքր ջերմոց։ Այստեղ մեզ մոտ մնացել է պարտուլակ, մի քիչ ու միջ պիտունյա է մնացել, դեռ բիբարներ ունենք տնկելու, սիրելիներս, նայեք, սրանք հələ շատ մեծ չեն, ոչինչ, կսպասեն, ոյ աստռաս է շատ մեծացել ժողովուրդ, նայեք, ահագին լավ ծլել են կանաչիներս, ուրեմն սա, որ ամուսինս ջրում է ցնցուխով, պետք է ցնցուխով չջրենք, տենց լեյկա ունեմ, ցնցուխ ունեմ, որ ինքը բարակ ձողածայր է, այդպիսի բանով պետքա ջրենք, սա ոնց որ թե գինձերս են արդեն ծլել, այստեղ պետրուշկաներս են, ահագին լավ ծլել են ժողովուրդ, բայց այս անգամ որոշել եմ ցանելուց, մի քիչ հողը փորփրելու եմ, սերմերը գցեմ մեջը, ջրեմ, նոր հողը տամ վրան, որպեսի հողը չտպկվի։ Մեր ջրերը այնքան վատն են, շատ երկաթային մասա պարունակում մեր ջրերի մեջ։ Նայեք, սամիտներս են շատ լավ ծլել։ Նայեք, ինձ սիրուն ծլել են։ Սա ռեհաներս են։ Այսպես փորձնական ցանել եմ ժողովուրդ։ Այստեղ արդեն մեր ամպելնի պիտունյաներն են, որը որ տեղափոխել ենք ծաղկամաների մեջ, հələ նայեք աստռաս ինչքան է մնացել ժողովուրդ, այսօր պետք է աստռան անենք, եկեք ինձ օգնության։ Այստեղ էլի երկու տեսակի բիբար ունենք, սենց, եւ այս կողմը, սիրելի հետևորդներ, որը որ դրած էր փոքր ջերմոցում սեղանների ամբողջ արկղները սատիլներով, այս տարածքը վերջացել է արկղներով սատիլները, որը որ արդեն պիկերովկա ենք արել, ամբողջությամբ տեղադրել ենք ամպելնի պիտունյաները։ Ամպելնի պիտունյաները արդեն ասել եմ տնկել ենք փոքր ամաների մեջ, հետո տեղափոխել, նայեք արդեն ճյուղավորվում են, արդեն ճյուղեր են տալիս, հետո նաև ձեզ ցույց կտամ ինչպես պետքա ծերատենք, հատենք այս ճյուղավորված մասերը, որպեսզի նրանք փարթամ լինեն, սիրելի հետևորդներ, նայեք, այսպես սա ամպելնի պիտունյաներս են, ճիշտ ասած այս տարի մի քիչ շատ են կարել ամպելնիները, որովհետև պահանջը շատ են։ Եվ իմ մոտ ծաղկում է ամպելնի ալիսյումը, նայեք, ինչքան հրաշք է ժողովուրդ, դե մի մոռացեք է բաժանորդագրվել եւ լայքել, որպեսզի հետևեք, թե ինչպես են աճում, ծաղկում մեր ջերմոցի ծաղիկները, այսպես սիրելիներս, հիմա մի բան էլ ցույց տամ, ուրեմն, այստեղ տնկել են ֆիկուս, Իմ ֆիկուսը ես ինքս ծերատել եմ, կտրել եմ վերևի հատվածը, ինչպես եմ աճացրել։ Կտրում եք ալոյենը, ուղղակի ալոյեն չունեմ, էլի մեր ընկերների տնից էի բերել։ Ալոյենը կտրում ենք, տերևի լայնությունն է, լայնությունից մի սանտիմետր սենց կտրում ենք եւ տվյալ ծաղիկի ցողունը, որի վրա աչք կա, մի օր հարմարացնեմ ցույց կտամ։ Մտցնում ենք այդ ալոյենի մեջ, որ մասը, որ թաց է, այդ ալոյենի գելն է։ Ու այդպես տնկում ենք հողի մեջ, մի հատ բուտիլկայով պլաստմասովի ծածկում ենք, այսինքն ջերմոցային էֆեկտ ենք անում, եւ տնկում ենք հողի մեջ, եւ պարբերաբար ջրում ենք, նայեք ինչ լավ կպել է, արդեն նոր տերև է բացել, սիրելի հետևորդներ, ու այսպես կարող եք աճացնել ձեր սենյակային ծաղիկները։ Եկեք հիմա գնանք մեծ ջերմոց, ձեզ ցույց տամ, թե ինչ պարարտանյութով ենք ջրում մեր ծաղիկները։ Այսպես իմ սիրելի հետևորդներ, սա էլ մեր պարարտանյութն է, որը որ մենք ջրում ենք մեր ծաղիկները, սատիլները, ամբողջ սատիլները, դաժե երբ որ բանջարեղենը արդեն տնկում ենք հողում, նաև սրանով ջրում ենք, շատ ինքը օգտակար վիտամիններ է պարունակում, անպայման բոճկա ունիվերսալն է, շատ են հարցնում ինձանից, թե ինչ պարարտանյութով եք ջրում ձեր ծաղիկները, ջրում ենք միայն սրանով, ամիսը 2 անգամ, ովքեր որ հետևում են Հայաստանից, ժողովուրդ ջան, Վալբերիսում էլ կա,
փորձեք գտնել, ոճկը ունիվերսալն է, անպայման որ սա գրած լինի, սիրելի հետևորդներ։ Այսքանը, սիրելիներս, լավ մնացեք, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։